Եվրոպական քաղաքական համայնքի թվով 8-րդ գագաթնաժողովն ավարտվել է։ Միջազգային հարթակին այս անգամ նույնպես մասնակցել է վրացական պատվիրակությունը, որը ղեկավարում էր վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Աշխարհաքաղաքական լարվածության եւ Մերձավոր Արևելքում զարգացող իրադարձությունների ֆոնին Երևանում վրացական կողմը եւս մեկ անգամ ներկայացրել է միջին միջանցք նախագծում Վրաստանի առանձնահատուկ տարանցիկ դերը։ Կլոր սեղանի ձևաչափով Վրաստանի վարչապետը զրուցել է այն նախագծերի մասին, որոնք նախատեսված են երկրի տարանցիկ ներուժը առավելագույնս օգտագործելու համար։ Գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել նաև հանդիպում Իրակլի Կոբախիձեի եւ Վոլոդիմիր Զելենսկու միջև։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատերազմի սկսվելուց եւ Վրաստանի հետ հարաբերությունների վատթարացումից հետո առաջնորդներն առաջին անգամ են դեմ առ դեմ զրուցել։ Երկխոսություն է կայացել նաև երկու երկրների առաջին դիվանագետների միջև։ Վրաստանի վարչապետը նաև զրուցել է Ֆրանսիայի նախագահի հետ, առանձին հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահի հետ, ինչպես նաև հաղորդակցություն է եղել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ։ Երևանում անցկացված գագաթնաժողովին արձագանքում են նաև Թբիլիսիում։ Վոլոդիմիր Զելենսկին Վրաստանի վարչապետի հետ հանդիպման վերաբերյալ զրուցել է ուկրաինական լրատվամիջոցների հետ։ Ինչպես նշել է Ուկրաինայի նախագահը, երկար ժամանակ անց առաջին անգամ նա ունեցել է կարճատև դեմ առ դեմ զրույց Իրակլի Կոբախիձեի հետ, ինչը նրա խոսքով ճիշտ է։ Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից Հայաստանի, Վրաստանի եւ Սլովակիայի հետ հարաբերությունները մի քանի ուղղություններով բլոկից հանելու մասին։ Ինչպես գրում են ուկրաինական լրատվամիջոցները, 2024 թվականին Ուկրաինան 10 տարով պատժամիջոցներ է կիրառել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի եւ իշխող վրացական երազանք կուսակցության այլ անդամների նկատմամբ։ Միաժամանակ, ինչպես լրատվամիջոցներն են նշում, վերջին տարիներին Ուկրաինայի եւ Վրաստանի միջև հարաբերությունները մնում են ծայրահեղ բարդ։ Հոդվածում կարդում ենք. դրա պատճառներից մեկը Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատերազմի վերաբերյալ Վրաստանի իշխանությունների տարբեր դիրքորոշումն է եւ երկրորդ ճակատի վերաբերյալ մշտական մեղադրանքները, գրում է Եվրոպեյսկայա Պրավդան։ Մամուլի անկախության համաշխարհային օրվա կապակցությամբ լրատվամիջոցների ազատության կոալիցիայի համանախագահ երկրները Մեծ Բրիտանիան եւ Ֆինլանդիան տարածում են համատեղ հայտարարություն։ Հայտարարությանը աջակցում են կոալիցիայի անդամ եւս 14 երկրներ։ Հայտարարությունում նշվում է, որ Վրաստանում մամուլի ազատության առումով կան մտահոգիչ միտումներ։ Նշվում է նաեւ, որ Մզիա Ամաղլոբելիի գործը հստակ ցույց է տալիս, թե ինչն է դրված նժարին։ Հայտարարության համաձայն Ամաղլոբելիի ձերբակալությունը, նրա նկատմամբ վերաբերմունքը եւ կալանավորումը 2025 թվականի բողոքներից հետո միջազգային մակարդակով դատապարտվել են որպես անարդար եւ քաղաքական դրդապատճառներով։ Նշված երկրները բարձրացնում են Մզիա Ամաղլոբելիի ազատ արձակման հարցը։ Մեծ Բրիտանիայի եւ Ֆինլանդիայի համատեղ հայտարարությանը սոցիալական ցանցում արձագանքում է Վրաստանի խորհրդարանի նախագահը։ Լրատվամիջոցների ազատության կոալիցիայի համանախագահ երկրների Մեծ Բրիտանիայի եւ Ֆինլանդիայի համատեղ հայտարարությունը հրապարակվել է Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան էջում։ Երբ կարդում ես այս կեղծ պաթետիկայով լցված տեքստը այն դեսպանատան կողմից, որն արդեն 2 ամիս է փորձում է ոչնչացնել երկու առաջատար վրացական լրատվամիջոցներ, միայն մեկը գնահատական է առաջանում՝ Կոկորդիլոսի արդյունքներ, գրում է Շալվա Պապուաշվիլին։ Այսօր Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեում քվեարկության է դրվում Վրաստանի մասին 2025 թվականի զեկույցի նախագիծը։ Զեկուցողը եվրոպադգամավոր Ռասա Յուկնևիչենեն է։ Փաստաթղթում ներառված են նաև փոփոխություններ, որոնց համաձայն եվրոպադգամավորների մի մասը պահանջում է պատժամիջոցներ կիրառել Վրաստանի 3 հեռուստաընկերությունների՝ ԻՄԵԴ-ի, Post-TV եւ Rustavi 2-ի նկատմամբ։ Փոփոխության մեջ, որի հեղինակներն են Եվրոպայի ժողովրդական կուսակցության խմբի պատգամավորները, նշվում է. Եվրոպական խորհրդարանը խստորեն դատապարտում է ԻՄԵԴ-ի, Rustavi 2 եւ Post-TV-ի կողմից տարածվող համակարգային ապատեղեկատվությունը, զրպարտչական արշավները եւ թշնամական քարոզչությունը, որոնք գործում են որպես վրացական երազանք ռեժիմի դե-ֆակտո հաղորդակցական թեւ եւ ոչ թե որպես անկախ լրատվամիջոցներ։ Ընդդիմությունում հայտարարում են, որ այս փաստաթուղթը վրացական երազանքի վնասակար քաղաքականության արդյունք է, իսկ իշխող թիմի համար, ինչպես պարզվում է, նախագծի բովանդակությունը անակնկալ չի եղել։ Կնվազեն արդյոք սպառողական գները։ Խորհրդարանի ժամանակավոր հանձնաժողովի ամփոփիչ եզրակացությունն արդեն գրանցվել է բյուրոյում։ Այժմ պետք է սկսվի դրա քննարկումը լիագումար նիստում։ 104 էջանոց եզրակացությունը ներառում է կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ առաջարկություններ։ Եզրակացությունը 3 ամսվա աշխատանքի արդյունքները հանձնաժողովի անդամները ներկայացրել են անցյալ շաբաթ։ Հարցին արդեն արձագանքել է բիզնեսի մի մասը։ Վրաստանի Ռիթեյլ ասոցիացիայի անդամ ընկերությունները հայտարարում են, որ սկսում են ընտանեկան
հայկական Զամբյուղ նախաձեռնությունը, որը ենթադրում է առևտրային ցանցերում իրենց կողմից ընտրված ապրանքների համար մշտական հատուկ արտոնյալ գնային քաղաքականության իրականացում։ Ինչ վերաբերում է քաղաքական գնահատականներին, ընդդիմությունը հանձնաժողովը անվանում է ֆարս, քանի որ նրանց խոսքով վերջին շրջանում գները նվազելու փոխարեն զգալիորեն աճում են։ Դյուշենի մկանային դիստրոֆիա ունեցող երեխաների ծնողները չեն դադարեցնում բողոքի ցույցերը կառավարության վարչակազմի մոտ։ Վերջին տարիներին շուկայում հայտնված բուժիչ դեղամիջոցների ներմուծումը Վրաստան, պետական ծրագրով ֆինանսավորումը եւ հետազոտությունների անցկացումը, այսպիսին է ցույցի մասնակիցների գլխավոր պահանջները։ Դյուշենի մկանային դիստրոֆիան գենետիկական հիվանդություն է, որը բնութագրվում է մկանների թուլացմամբ։ Այս ախտորոշմամբ երկրում ապրում է մինչև 80 մարդ։ ԱՄՆ-ի եւ Իրանի միջև հրադադարի համաձայնագրից հետո առաջին անգամ Իրանը անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Արաբական Միացյալ Էմիրությունների ուղղությամբ։ Արդյունքում Ֆուջեյրա նավահանգստում բռնկվել է լայնածավալ հրդեհ, տուժել է 3 մարդ։ Ֆուջեյրան երկրի խոշորագույն նավահանգիստն է եւ նավթապահեստ։ Էմիրությունների արտաքին գործերի նախարարությունը դատապարտում է Իրանի հարձակումը եւ կոչ է անում անհապաղ դադարեցնել հարվածները։ Երկրի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ նշված է, որ հարձակումները ուղղակի սպառնալիք են ներկայացնում երկրի անվտանգության համար եւ որ իրենք վերապահում են լիարժեք եւ օրինական իրավունք, որպեսզի արձագանքեն։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Իրանը հարձակվի ԱՄՆ-ի նավերի վրա, նրանց կվերացնի երկրագնդի երեսից։ Սպիտակ տանը անցկացված միջոցառման ժամանակ ԱՄՆ-ի նախագահը նշել է, որ Իրանի ռազմածովային ուժերը զգալի վնասներ են կրել։ Նրա խոսքով նահանգները կարող էին որոշ նավեր խնայել, սակայն զինվորականները նախընտրել են դրանք ոչնչացնել։ Միաժամանակ Թրամփը նշել է, որ Իրանի հետ հակամարտության ավարտից հետո բենզինի գները արագ եւ զգալիորեն կնվազեն։ Իսկ Ուկրաինայի նախագահը հրադադարը հայտարարել է մայիսի 6-ին։ Զելենսկին սոցիալական ցանցում գրել է. Այսօրվա դրությամբ Ուկրաինայի հասցեին չի եղել որևէ պաշտոնական դիմում ռազմական գործողությունների դադարեցման այն ձևաչափի վերաբերյալ, որի մասին հայտարարում են ռուսական սոցիալական լրատվամիջոցներում։ Հավատում ենք, որ մարդու կյանքը շատ ավելի արժեքավոր է, քան ցանկացած տարեդարձի տոնակատարություն։ Նշվածի հետ կապված մենք հայտարարում ենք հրադադարի ռեժիմ մայիսի 5-ից 6-ի գիշերը ժամը 00-ից։